Վերջի 5 օրվա մեջ Amazon -10%, Facebook-ը -11%, Nvidia -8%, Apple-ը -8%, Bitcoin-ը բարձրացել էր 88,000 պայտակ, հետո մի քանի ժամում իջավ $82,000 հասավ։ Պատճառը որն է, պատճառը մեկն է, որ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը սահմանել է տարիֆները, մաքսատուրքերը գործընկեր պետությունների վրա, որը որ բերել է մեծ ցնցումների բոլոր շուկաներում։ Այս վիդեոյում դրա մասին ենք խոսալու ենք այն պաշտոնական վարկածի մասին ու բացատրության մասին, թե ինչի համար է սա արվում, խոսալու ենք դրա մասին, թե որոշ էքսպերտներ ինչ են մտածում, թե իրական պատճառը դրա տակ թաքնված որն է, նաև իմ կարծիքը վերջում կասեմ, այս ամեն ինչը ինչի համար է արվում։ Սա Bitcoin Edo վիդեո բլոգն է, որտեղ մենք խոսում ենք Bitcoin-ից ու ֆինանսներից, եթե այս թեմաները ձեզ հետաքրքիր են, բաժանորդագրվեք ալիքին։ Իսկ բուն թեմային անցնելով, այստեղ կարող ենք տեսնենք, որ Ամերիկայի նախագահը գրեթե բոլոր պետությունների վրա աշխարհում գոյություն ունեցող տարիֆներ, մաքսատուրքեր է սահմանվել 170, ոնց որ 100 քանի երկրների վրա։ Այնտեղ ամենաշատը 20, 30, 40%-ի հասնող մաքսատուրքեր են, իսկ հիմնականում պետությունների մեծ մասի վրա մոտ 10% մաքսատուրք ներառյալ Հայաստանի վրա։ Ինչով են այտենց հիմնավորում այս երկրի վրա այս կամ այն մաքսատուրքը դնելու պահը, ասում են նրանով, որ պետք է նայել առևտրային դեֆիցիտը։ Այսինքն ինչքան է այդ երկիրը արտահանում ու ներմուծում Ամերիկայից։ Հիմա այն երկրները, որոնք որ մենակ արտահանում են դեպի Ամերիկա, ու այսինքն Ամերիկայից փող է մենակ արտահոսում այդ երկրներ, որովհետև մենակ ներմուծում են ամերիկացիները այդ ապրանքները, ասում են այդ երկրները անարդար կերպով են վարվում մեր հետ, հետևաբար պետքա բալանսի բերել այն ու այն ապրանքները, որոնք բերում են մեր երկիր, պետքա դրանք մաքսատուրքով անցկացվեն, պետքա դրանք հավելյալ հարկվեն ու դա կբերի արդարության առևտրի մեջ, ինչ որ առևտրային բալանսի կբերի։ Սա է հիմնական պաշտոնական թեզը ու նաև ասում են, որ քանի որ աշխատուժը այլ երկրներում շատ էժան է, այնտեղ շատ վատ պայմաններում, տենց տրկատիրական պայմաններում, ազիական երկրներում աշխատում են կոպեկներով ու այդ ապրանքները հետո բերում են Ամերիկայում ծախում, այդ դրա պատճառով Ամերիկայում աշխատատեղեր են կորցվում։ Այսինքն նաև դրա նպատակը այն է, որ երբ որ այս մաքսատուրքերը դնում ենք, այն ընկերությունները, որ ապրանքներ են արտադրում արտերկրում, իրանք կգան Ամերիկա, այնտեղ իրանք գործարանները կհիմնեն, այնտեղ աշխատատեղեր կստեղծեն, այսինքն ամերիկացի արդեն դրանից կօգտվեն աշխատատեղերի առումով, ու այլին ապրանքները ամերիկացիների վրա կվաճառվեն։ Դա է պաշտոնական թեզը։ Ու հիմա որ այսքան մաքսատուրքեր սահմանվել են երկրների վրա, դրա հետևանքներն էլ այդքան հստակ չի, որովհետև դա հստակ ոնց որ թշնամական քայլ է դիտվում այդ բոլոր երկրների կողմից, հատկապես այն երկրների, որոնց վրա որ բարձր մաքսատուրքեր են սահմանվել։ Օրինակ Չինաստանը, որը որ ահռելի քանակությամբ ապրանքներ է ներմուծում Ամերիկա, հիմա 34% մաքսատուրքի է ենթարկվելու։ Այստեղ չինացիները այսօր արդեն մի օր երկու օր հետո արձագանքել են, ասել են, որ իրանք էլ որպես պատասխան դրան նույն չափ, նույն տոկոսով էլի մաքսատուրք են սահմանելու։ Հիմա այստեղ ինչ էր ստացվում։ Այնտեղ ամերիկացիք ասում են, որ առևտրային դիսբալանս կա, մենք այս տարիֆը, այս մաքսատուրքը մտցնելով բալանս ենք բերում, բայց չինացիք ստեղ ասում են դրանի պատասխան մենք ենք մաքսատուրք հիմա սահմանում։ Ստացվում է էլի բալանսը խախտվում է, հիմա այնտեղ Ամերիկան էլ նախապես արդեն ասել էր, եթե հանկարծ հակառակ գործողություններ լինեն, մենք ավելի շատ կբարձրացնենք այդ մաքսատուրքերը, ու այստեղ արդեն գալիս է այն առևտրային պատերազմի կոնցեպտը, որ ամեն մեկը տենց բարձրացնելով այդ մաքսատուրքերը, վերջում գալիս հասնում են նրան, որ պարզապես առևտուր տեղի չի ունենում, որովհետև խելամիտ չի, որ ինչ որ ապրանք, որը X ինքնարժեք ունի, X + 50% + 100% արդեն այդ գնով է վաճառվում, որովհետև քաղաքական գործիչները այդպես են որոշել, ու արժի նախ մի հատ հասկանալ այդ մաքսատուրքեր կոչեցյալը ինչքանով են խելամիտ, ինչքանով են լավ ու արդարացված, տարբեր կարծիքներ կան դրա մասին։ Հիմա տենց պաշտոնական դիրքորոշումը այն է, որ մաքսատուրքերը արդարություն են վերականգնում, որովհետև կապիտալը անդադ արտահոսում է, աշխատատեղերը փակվում են, մեր մոտ գնում են արտերկիր, բայց բանը նրանում է, որ ամբողջ կոնցեպտը այդ գլոբալիզացիայի, կամ եթե գլոբալիզացիա չկոչվենք, ինչ որ վատ բառ են արդեն դրանից դարձրել, այդ կոնցեպտը աշխատանքի բաժանման այն է, որ ամեն մեկս չեն կարող հասցնել ամեն ինչով զբաղվել։ Ոնց որ դուք չեք կարող համ բժշկություն սովորեք, համ ֆինանսներ, համ իրավաբանություն, դրա համար կան մասնագիտություններ։ Մի մարդ է սա սովորում, մի մարդ է նա սովորում, հետո իրար ծառայություններից ենք օգտվում, մյուս մարդը հավա պահում, այնտեղ մենք կարող ենք հավի մյուս ուտենք, մենք ձու առնելու հասանելիություն ունենք, ու այդ երբ որ գալիս է այդ աշխատանքի բաժանումը, բոլորս ավելի արդյունավետ ենք դառնում, որ կենտրոնանում ենք մի հատ բանի վրա, այդ մի հատ բանը լավ ենք անում,
ու դրանով ենք ոնց որ բարիք ստեղծում մյուս մարդկանց համար ու աշխարհին ծառայություն դրանով մատուցում։ Հիմա նույն սկզբունքը ավելի մեծ մասշտաբով է երկրների մակարդակով, որ մի երկիր կարողանում է այս ինչ բան անել, մյուս երկիր այն ինչ բանն է կարողանում լավ անել։ Հիմա բոլորս օգտվում ենք սոցցանցերից, որոնք որ հիմնականում տենց Ամերիկայում են ստեղծված, այնտեղից են կառավարվում։ Կամ հիմա բոլորս, մեծամասնությունը մարդկանց Հայաստանում ներմուծում է էլեկտրական մեքենաներ, որոնք որ Չինաստանում են արտադրվում, այնտեղ է, չէ, ոնց որ ամենալավ էլեկտրական մեքենաներն ու գին որակ հարաբերակցությամբ ստեղծվում։ Կամ երբ որ բժշկության մասն ենք մտածում, բոլորս գնում են Գերմանիա, այնտեղ բուժվելու են ամենաբարդ վիրահատությունները եւ այլն։ Այսինքն ամեն մեկը իր սպეციფიկ ինչ-որ նիշան ունի, որի վրա որ կենտրոնանալով կարողանում է լավ բարձրորակ ծառայություն մատուցել մարդկանց համար, ու դրա համար նաեւ ազատական ոնց որ մոտեցում ունեցող տնտեսագետները ասում են, որ շատ վատ բան է այդ տարիֆները, այդ մաքսատուրքերը, առևտրային պատերազմները, ու պետք է ունենալ ազատ առևտուր։ Դրա համար գոյություն ունեն այդ ազատ առևտրի գործընկերության միություններ, դրա համար կա Եվրամիություն այնտեղ ազատ առևտրով, դրա համար կա ԵԱՏՄ իր ազատ առևտրով, դրա համար տենց երկու պետություններ հաճախ իրար հետ հարաբերություններ կնքելուց պայմանագրեր են կնքում ազատ առևտրի մասին։ Հիմա մինչև էս օրինակ Ամերիկան Կանադայի, Մեքսիկայի հետ ազատ առևտուր ուներ, մինչև էս վերջի այս խոսակցությունների ու տարիֆների հարցը։ Դրա համար տենց կարծիքները տարբեր են, բայց մի հատ բանն է հստակ, որ երբ որ այս տարիֆները մտցվում են, մաքսատուրքերը մտցվում են, հիմա ասում են բարի նպատակներով տենց արդարություն վերականգնել, կապիտալ հետ վերադարձնել, աշխատատեղեր հետ վերադարձնել, բայց վերջում այս հարվածը ով է կրելու, սպառողն է միշտ կրում վերջնական հարվածը, որովհետև այն ապրանքը ծառայությունը, որը որ ինքը պետքա գներ, հիմա այս մաքսատուրքերի պատճառով թանկանում է։ Ոնց որ օրինակ հիմա Չինաստանից էլեկտրամեքենա բերելուց ինչքան եք մաքսատուրք տալիս Հայաստանում 10% մաքսատուրք տալիս ես, ավտո դնում ես փողոցում քշում ես։ Հիմա եթե հանկարծ այս 10%-ի փոխարեն լիներ 25%, 30%, 40%, ով էր դրանից տուժելու։ Դրանից տուժելու են, երկուսն էլ տուժում են։ Համ վաճառող կողմը, որ չինացիները այդքան քանակությամբ չէին կարողանա արտանեն, որտեղ այդքան գրավիչ այլևս չէր լինի, համ էլ գնող կողմը, որ երբ որ մատչելի ապրանքի հասանելիություն ուներ, հիմա արհեստական կերպով այդ մատչելի ապրանքը իրանցից հեռացվում է։ Դրա համար այդ տարիֆները, առևտրային պատերազմները այդքան էլ խելամիտ չեն իմ կարծիքով, բայց էլի տարբեր կարծիքներ կան այս թեմայի շուրջ, ու մի հատ էլ sense բան կա, որ այս բանավեճը մինչև գնում է տարիֆը լավ է, լավ բան չի, այնտեղ Թրամփը ասում է բառերանի մեջ ամենագեղեցիկ բառն է տարիֆը եւ այլն։ Հիմա քանի մարդիկ բանավիճում են տարիֆը լավ բան է, թե լավ բան չի, այստեղ որոշ խելացի մարդիկ էլ ուղղակի բիթքոին են առնում, այս տարիֆներից, այդ պատերազմներից, այդ ֆինանսական ու արժութային մանիպուլյացիաներից դուրս են գալիս, ասում են մենք մեր զուգահեռ իրականություն ունենք, ինչքան ուզում եք ձեր տեսական բաների մեջ բանավիճեք, բայց մեզ այս բաների մեջ մի խառնեք, մենք ունենք 21 միլիոն հատ բիթքոին, ֆիքսված պաշար, դրա վրա ոչ մեկ չի կարողանում ներազդի, ինչ ուզում եք այդտեղ արեք։ Ու այդ առումով երկարաժամկետ ստրատեգիան ու ոնց որ խնդրի լուծումը հենց դա է ներկայացնում բիթքոինը, այդ անկախությունը ու պաշարի առումով ստաբիլությունը բերելով, որ ոչ մեկ այս փողի հետ մանիպուլյացիա չպետք է անի։ Հիմա դա այս որ խոսացինք, պաշտոնական դիրքորոշումներ, Ամերիկայի բացատրություններ, թե ինչի համար են արվում այս տարիֆները, այս մաքսատուրքերը մտցվում, բայց հիմա որոշ այլ տեսակետներ կան, թե ինչի է սա իրականում արվում, որի մասին գուցե եւ չի բարձրաձայնվում, դրա մասին էլ արժի խոսել։ Կիսվեմ ձեր հետ։ Հիմա մենք գիտենք, որ Ամերիկան ունի ահռելի պետական պարտք 36.5 տրիլիոն դոլարը, ու սենց րոպեն մի քանի միլիոն դոլարով ինքը աճում է, US Debt Clock Edge-ում կարող եք տեսնել այդ հաշվիչը, որտեղ այս թվերը ահռելի արագությամբ աճում են։ Հիմա այս պարտքը որ կա, այս պարտքի վրա տոկոս է կուտակվում։ Ոնց որ ցանկացած բանկից վարկ վերցնում եք դրան տոկոս պիտակ, հիմա այս պարտքն էլ 36 տրիլիոն որ կա, սրա վրա տոկոս է հավաքվում, ու այդ տոկոսը պետք է Ամերիկան ամեն տարի վճարի։ Ու այդ տոկոսը գնալով այնքան է բարձրացել, այստեղ արդեն sense թռիչքաձև աճ է գնում, տարեկան 1 տրիլիոն դոլար արդեն մենակ տոկոսի սպասարկման վրա են ծախսում իրանց մի քանի տրիլիոն դոլարոնց բյուջեից, մի տրիլիոնը գնում է տոկոսի սպասարկման վրա։ Ու այս տոկոսի սպասարկման վրա ծախսը հիմա արդեն ավելի շատ է, քան թե Ամերիկայի ռազմական բյուջեի ծախսը։ Այդքան աննորմալ թվերի է հասել պարտքի վիճակը Ամերիկայում։ Ու սա այն բանի նման է, անպատասխանատու ֆինանսական վարկագիծ ունեցող անձանց նման, որ իրանք փող չեն աշխատում, որ կարողանան պարտքը փակեն, նոր պարտք են վերցնում, որ հին պարտքը փակեն։ Ու դրանց պարտքերի մեջ
թաթախվում են, կորում են ու չեն կարողանում ի վերջո այդ ամեն ինչի տակից դուրս գալ։ Հիմա այս տոկոսը, որ սպասարկման այսքան կտրուկ աճում է, այդ ամեն ինչը պայմանավորված է հիմնականում կենտրոնական բանկի տոկոսադրույքի հետ։ Դրա հետ է շատ սերտ փող կապակցված, որովհետև Ամերիկայի կենտրոնական բանկը որոշում է ընդհանրապես նոր փողի արժեքը, որը այս պայդրությամբ մոտ 4% է։ Ինչի է 4% բարձրացվել, որովհետև լիքը փող էին տպել COVID-ի տարիներին, ինֆլյացիան մեծացել էր, ինֆլյացիա դեմ պայքարելու համար տոկոսադրույքները բարձրացրել է Ամերիկայի կենտրոնական բանկը։ Ու այս տոկոսադրույքները երբ որ բարձրացնում են, Ամերիկայի պարտատոմսերի տոկոսադրույքը նույնպես բարձրանում է, մոտավորապես հավասար է։ ԱՄՆ 2 կամ 10 տարանոց պարտատոմսերը հիմա էլի 4%-ի մոտակայքում են, այսինքն Ամերիկան 4%-ով է պարտք վերցնում աշխարհից, ժողովրդից, հանրությունից, որը որ իրականում բարձր տոկոս է, երբ որ դու նայում ես, որ ունես 36 տրիլիոն դոլար պարտք ու անընդհատ աճող տոկոսադրույք։ Ու հիմա ամեն տարի այս պարտքի ոնց որ մարման ժամանակն է գալիս, ու դու կամ պետք է այդ պարտքը մարես, որի փող իրանք չունեն, կամ էլ պետք է նոր պարտք ներգրավես, որ հին պարտքը մարես։ Հիմա այս նոր պարտքն ներգրավելուց, երբ որ Ամերիկայի կենտրոնական բանկի տոկոսադրույքները այսքան բարձր են, դու եթե նոր պարտք ես ներգրավում այս բարձր տոկոսադրույքով, ստացվում է դու ավելի շատ ես տոկոս տալու հաջորդ ամիսներին, հաջորդ տարիներին, որպեսզի դու կարողանաս սպասարկես անգամ քո պարտքի տոկոսադրույքը։ Ու տենց դու անվերջ շղթայի մեջ ես ընկնում, եթե բարձր տոկոսով հավարկ ես վերցնում, հասնում ես ինչ-որ կետի, որ ոչ միայն վարկը չես կարող փակել, այլ նաև տոկոսագումարները չես կարողանում սպասարկել, դնում ես ընդհանրապես բանկրոտ։ Ու հիմա վարկած կա, որ այս ամեն ինչը արվում է նրա համար, որ դրթի Թրամփը կենտրոնական բանկին իջեցնի տոկոսադրույքները։ Հիմա ո՞նց է այս ամեն ինչով, այս առևտրային պատերազմով ու տարիֆներով դրթում, որ տոկոսադրույքները իջեցնի կենտրոնական բանկը։ Ամերիկայի կենտրոնական բանկը իրանց օրենսդրությամբ ունի երկու հատ ֆունկցիա։ Մեկը դա գների կայունությունն է, այսինքն ինֆլյացիայի մակարդակը կայուն պահելն է, մյուսն էլ գործազրկության մակարդակը կայուն պահելն է։ Ու այս երկու dual mandate-ը կոչվում, երկակի մանդատ էլ երկու հատ բանին պետք է հետևես ու դա փորձես բալանսի վրա պահել։ Հիմա մենք ունեցել ենք տարիներ, երբ որ ինֆլյացիան բարձր է եղել, ու այդ ինֆլյացիան դեռևս բարձր է, ինքնից կես տոկոսեր, մի տոկոսեր, 2-եր 1-1 հասնում, հետո COVID-ի ժամանակ այնքան փող տպեցին, հելավ 3, 4, 5, 6%, ու ուրիշ տարբեր ցուցանիշներով մինչև 10% բարձրանում էր այս ինֆլյացիայի ցուցանիշը, ու հիմա իջել է մոտ 3%-ի մոտ, բայց չի հասել հələ իր թիրախային 2%-ին։ Կենտրոնական բանկի միսիան այնա, որ ինֆլյացիան 2%-ի մոտ պահի։ Ամերիկայի կենտրոնական բանկի մոտ դա թիրախը, ինքը արդեն մի քանի տարի չի կարողանում այդ թիրախին հասնել, այսինքն ինֆլյացիան դեռևս բարձր է։ Մյուս կողմից նայում ենք երկրորդ բանին, երկու մանդատներ չէ, մեկը ինֆլյացիային հետևել, մյուսը գործազրկությանը։ Գործազրկության մակարդակին ենք նայում, տեսնում ենք, որ ինքը պատմական ամենացածր մակարդակներին մոտ է։ 3-4% է տատանվել վերջի շրջանում, ու այնպես չի, որ հիմա աշխատաշուկայի մեջ ինչ-որ տենց մեծ բաներ կան, խնդիրներ կան, որ պետքա տոկոսադրույքները իջացնենք, այնտեղ վտանգի ենթարկենք ինֆլյացիան, այսինքն նոր փողը էժան դարձնենք, որ դրանով փրկենք աշխատաշուկան։ Դրա համար կենտրոնական բանկը հիմա էլի ամեն 1.5 ամիսը մեկ ասուլիսներ, որ տալիս են տոկոսադրույքի որոշում են կայացնում, ասում են, որ դեռևս աշխատաշուկան ստաբիլ է, մենք էլ չենք վռազում տոկոսադրույքները իջացնելով, փողը էժանացնելով, քանի այնտեղ ինֆլյացիայի հետ խնդիրը կան։ Եթե հանկարծ աշխատաշուկայում խնդիրներ նկատենք, այդ ժամանակ կարձագանքենք։ Ու ստեղ Թրամփը կարա նաև այս ամեն ինչը անելով, որ տնտեսության ու առևտրի համար ոչ բարենպաստ միջավայր ստեղծելով արհեստական կարելի ասել խնդիրներ, ու ինչ որ ձև իրանք դրա համար հիմնավորումներ են ներկայացնում, որ արդարություն ենք վերականգնում, նոր կապիտալ ու աշխատատեղեր ենք բերում Ամերիկա։ Հիմա այս ամեն ինչը որ անում են, տնտեսությունը ու շուկաները չեն սիրում, արժեթղթերի շուկան չի սիրում, ընկերությունները չեն սիրում, այդ անկանխատեսելի միջավայրում շատ դժվար է բոլորին աշխատելը։ Իդեպ անկանխատեսելիության մասով Ամերիկան ու ամբողջ աշխարհի տնտեսությունը հիմա ամենաանկանխատեսելի վիճակում է այս ցուցանիշի վերջի 25 տարվա մեջ։ Այս մակարդակը սրան մոտիկ մակարդակ մեկ էլ COVID-ի ժամանակ է եղել, հիմա դրանից էլ ավելի անկանխատեսելի է, որ հիմա նոր տարիֆները կմնան թե չեն մնա, հետո ինչ կպայմանավորվեն առանձին պետությունների իրար հետ այդ թեմայի շուրջ։ Ու այսինքն տնտեսությունը մի տեսակ պաուզա է վերցրել, չգիտի ում հետ առևտուր անելու, ինչ պայմաններով է անելու, ու սա բերում է դժվարությունների բիզնեսում, արժեթղթերի շուկան ընկնում է, որովհետև բիզնեսներն ավելի քիչ եկամտաբերություն են ունենում, նաև չի սիրում արժեթղթերի շուկանում տնտեսությունը ընդհանրապես անկանխատեսելիություն։ Ու այս ամեն ինչով, երբ որ մենք տեսնում ենք, որ շուկաները կարմիր են, ոնց որ նայեցինք սկզբից ամեն ինչը ընկնում է, այս ժամանակ նաև ընկնում են ընկերությունների եկամտաբերությունը, որը տանում է
կրճատումների։ Ու այս ամեն ինչով Թրամփը կարող բերի նրան, որ գործազրկությունը Ամերիկայում բարձրանա։ Եթե գործազրկությունը Ամերիկայում բարձրանա, դա կբերի նրան, որ Ամերիկայի կենտրոնական բանկը արդեն ստիպված կլինի արձագանքել, որովհետև դա իրենց երկու գործառույթներից մեկն է։ Մեկը ինֆլյացիային հետևել, մյուսը գործազրկության հետևել։ Հիմա հա ինֆլյացիան չեն հաղթարել, բայց եթե պարզվեց այնտեղ խնդիրներ են առաջանում ու կտրուկ ձևով օրինակ բարձրանում է գործազրկությունը, որը որ լինում է ռեցեսիաների ժամանակ, ճգնաժամերի ժամանակ, ու հիմա Ամերիկայի ամենամեծ բանկն էլ JP Morgan-ն էլ ասում է, որ մոտ 40% շանս կա, որ մենք այս տարի արդեն ճգնաժամ կտեսնենք, ռեցեսիա կտեսնենք, այնտեղ ուրիշ ինչ որ վերլուծաբաններ, մեկնաբաններ 50% կամ ավել են արդեն գնահատում, ու երբ որ այդ ճգնաժամները լինում են, միանգամից կտրուկ ձևով է գործազրկությունը բարձրանում։ Այստեղ ոնց որ տեսնում ենք 20 թվին, չէ, սենց շատ կտրուկ բարձրացավ, ու 2008 թվին նույնպես սենց մի քանի ամսում գործազրկությունը բարձրացել է մոտ 5%-ից մինչև 10%, ու նույն բանը հիմա կարող ենք տեսնել Ամերիկայում, երբ որ Թրամփի տարիֆների հետևանքով տեսնենք, որ օրինակ տնտեսությունը վատանում է, գործազրկությունը բարձրանում է, ու երբ որ տոկոսադրույքները իջնում են, գալիս է այն ժամանակը կենտրոնական բանկերի հերոս դառնալու, հերոսանալու, որ իրանք ունեն ընդհանրապես մի հատ գործիք, որը որ բոլոր խնդիրները լուծում են, փող են տվում, փողի պրինտերը միացնում են, ու դրանով հանկարծակի գործազրկության հարցերը լուծվում են։ Տնտեսություն փողը լցվում, կապիտալը լցվում, այդ կապիտալը շրջանառվում է, ու իլյուզիա է ստեղծվում, իբրև թե գործերը լավացել են։ Ոստեղ հետաքրքիր է, որ մի քանի օր առաջ BlackRock-ի ամենամեծ ներդրումային ֆոնդի ղեկավարը էլի խոսելով Ամերիկայի պետական պարտքի մասին, ասում է, որ եթե պետական պարտքի հարցը չկարգավորվի, ապա բիթքոյնը կարող է փոխարինել դոլարը որպես աշխարհի ռեզերվային արժույթ, որը որ շատ իրատեսական է, ու մենք հիմա որ տեսնում ենք, որ որոշակի անկում է լինում բիթքոյնի կուրսի մեջ, այս տարիֆների առևտրային պատերազմների հետ, սա հələ ցույց է տալիս, որ որոշակի տենց կապ կա, ինչ որ ընկալում կա, որ բիթքոյնը ոնց որ հերթական տեխնոլոգիական արժեթուղթ լինի, որ այնտեղ Meta-ն, Nvidia-ն, չգիտեմ, խնձորը, Apple-ը իրանց արժեթղթեր են կնում են, բիթքոյնն էլ է տենց ոնց որ տեխնոլոգիայի նման բան, երևի տենց իրանն էլ արժի ծախել, որովհետև ընդհանուր շուկայի վիճակը վատ է։ Բայց մենք գիտենք, որ երբ որ փողի պրինտերը միացնում են, երբ որ ինֆլյացիա է լինում, բիթքոյնը ստեղծվել է նաև այդ հիմնական նպատակի համար, որ ինքը պաշտպանի ձեզ ինֆլյացիայից։ Ընդամենը 21 միլիոն հատ բիթքոյն, իր քանակը երբեք չի մեծանում, դոլարների քանակը ինչքան ուզում են անվերջ մեծացնում են։ Ոստեղ կարող ենք տեսնել, որ օրինակ 2020 թվականին մոտ 15 տրիլիոն դոլար շրջանառությունից ԱՄՆ դոլարի մի քանի ամսում բարձրացավ 21 տրիլիոն դառավ, էլի 1.5 տարում շրջանառվող դոլարի քանակը 50%-ով ավելացել էր։ Հիմա եթե նմանատիպ ինչ-որ իրավիճակ էլի տեսնենք, մենք ունենալու ենք այն նույն բանը, ինչ որ եղավ 20 թվականից հետո, որ շուկան վատ վիճակում է, փողի ներարկում շուկա, ինֆլյացիա է լինում, ինֆլյացիան կտրուկ բարձրանում է, դրա հետևանքով նաև բիթքոյնն է բարձրանում, որտեղ ավելի շատ մարդ է ման գալիս տեղ ինֆլյացիայից փախնելու, ավելի շատ մարդ է ուզում պաշտպանվել ինֆլյացիայից։ Հիշում եք 20 թվականի մարտին գինը ինչքան էր բիթքոյնի, իր գինը $3000 էր։ Ինքը կտրուկ իջավ այդ ճգնաժամային շրջանում $3000։ Հիմա բիթքոյնի գինը ինչքան է? Բիթքոյնի գինը $82000 է։ Մոտ 27 անգամ թանկացել է բիթքոյնը։ Դա մի հատ sense փոքր ցիկլի հետևանքով ու նրա հետևանքով, որ ավելի շատ մարդ է հասկանում, որ այս ֆինանսական համակարգը կայուն չի, որ այս պետական արժույթների ու պարտքերի անվերջ մեծացող պարտքերի համակարգը կայուն չի ու որ կարելի է ձեր փողերը անվտանգ ինֆլյացիայից զերծ կերպով կայանալ ամենաապակենտրոն ու ապահով էլեկտրոնային փողի բիթքոյնի մեջ։ Ու ինձ թվում է այս շրջանում նույնը մենք էլի կտեսնենք, դրան էլի ականատես կլինենք, բայց այս աճը կարծում եմ կլինի, եթե այս առևտրային պատերազմի բաները էլի մի քիչ sense թեժացան, եթե տեսնենք, որ շատ կտրուկ հետ քայլեր չեն անում, թողնում են այս որոշումները ուժի մեջ, այս տարիֆները ուժի մեջ մնում են, հավանական է, որ առաջիկա մի քանի շաբաթներին, կարող է 1, 2, 3 ամիսներին մենք դեռևս տեսնենք շուկաների անկում, որից հետո ինչ որ պահի կայունացում կլինի ու երբ որ սկսեն փող տպել, երբ որ գործազրկությունը բարձրանա, երբ որ կենտրոնական բանկերը իջեցնեն տոկոսադրույքները, այդ ժամանակ էլի սաղ շուկաները կբարձրանան, բիթքոյնն էլ մի 10 անգամ ավելի արագ կբարձրանա, որովհետև նորից բոլորին սպասվում է ինֆլյացիա, աշխարհին սպասվում է ինֆլյացիա, որովհետև այս անվերջ պարտքի ցիկլից դուրս գալու եղանակ կենտրոնական բանկերը ու պետությունները ուղղակի չունեն։ Մի հատ էլ մեկնաբանություն թողեմ բանի հետ կապված, հենց այս համակարգի հետ կապված, որ իրանք երբ որ այս համակարգից դուրս գալու, այս անվերջ պարտքերից դուրս գալու եղանակ չունեն, իրանք միշտ փորձել են ինչ որ բան գտնել, ինչը որ պետք է մեղադրեն, որ այս անում ենք, որովհետև խնդիր կա, որովհետև մենք այս խնդիրը պետք է լուծենք։ Ու 20 թվականին, երբ որ այսքան ահռելի քանակությամբ փող տպեցին, 50%-ով մեծացրեցին շրջանառվող փողի ծավալը, պատճառը որն էր, պատճառը իհարկե
ինչ որ վիրուս կա, ինչ որ համավարակ կա, ժողովուրդ ջան, տեսնում եք ինչ լուրջ է վիճակը, մենք պետքա բոլորին փրկենք այս ամեն ինչից, դրա համար եկեք փողի պրինտերը միացնենք։ Բայց հենց այդ ժամանակ 20 թվականին արդեն համակարգը հասնում էր իր եզրին։ Ինքը հասնում էր նրան, որ սենց հայ-հայա փուչիկը պայթելու էր։ Այդ պայթյունը հետաձգելու, մի քիչ հետաձգելու միակ եղանակը դա նոր փող տպելն է։ Հիմա իրանք էլի COVID-ի պատրվակով փող տպեցին, լցրեցին շուկա, մի քանի տարի խնդրեմ էլի հետաձգեցին, բայց այդ խնդրեմը լա բոլորս տեսնում ենք, մեր աչքի վրա զգում ենք, գնաճի տեսքով որ ամեն ինչ թանկանում է, որ կյանքը ավելի դժվար ու ամեն ինչ ավելի անհասանելի է դառնում, այդ ամեն ինչը տեսնում ենք։ Ու հիմա, երբ որ հերթական ճգնաժամն է սպասվում, հիմա հնարավոր է աշխարհը կամ Ամերիկան ասի, որ այս անգամ էլ դες Թրամփն ու տարիֆները, առևտրային պատերազմները կամ այն Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, այդ դրա պատճառով եղավ այս ինֆլյացիան, դրա համար ենք ստիպված հիմա փող տպել, մենք էլի պետքա փրկենք տնտեսությունը։ Այնտեղ Թրամփն էլ ասում է, որ ես արժեթղթերի շուկային չեմ նայում, այնտեղ կարող է ամեն ինչ ընկնում է, բայց մեզ պետք է այդ ամեն ինչը ընկնի, որ մենք առողջացնենք մեր բանը, տնտեսությունը, սա կարճաժամկետ ցավ է երկարաժամկետ օգուտների համար, ու հիմա երբ որ այդ կարճաժամկետ ցավը զգանք, դրանից հետո գալու են իրանց ասած օգուտի պահ, որ էլի փողի պրինտերները միացնեն ու հենց այդ ժամանակա, որ բոլորը հիշելու են, որ կա բիթքոին, որ բիթքոինը ձեզ պաշտպանում է ինֆլյացիայից, որ փրկում է ձեր կենտրոնական բանկերից, պետական արժույթներից, կոնֆիսկացիաներից, առևտրային պատերազմներից, կարողանում ես դու քո փողի տերը լինել, քո աչքը քաշած հանգիստ ապրել ու կախված չլինես ինչ որ մի քանի տասնյակ ձյաձաներից, ովքեր որ այդ մեծ քաղաքական դաշտում որոշում են, թե փողի գինը ոնց է լինելու, առևտուրը ոնց է լինելու, կարելի է այս փողը ստեղ փոխանցել, թե չի կարելի եւ այլն եւ այլն։ Այսքանով այս վիդեոն ամփոփենք, եթե հետաքրքիր հավանեք տեսանյութը, բաժանորդագրվեք ալիքին, իսկ մենք կհանդիպենք։